եւ պետք է արձանագրենք, որ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ զանգահարողների մեծ մասը ուսուցիչներ են եղել եւ ուսուցիչների նկատմամբ հատուկ վերաբերմունք է ձևավորվում, վախի մթնոլորտ է ստեղծվում, որպեսզի նրանք կարծիք չհայտնեն, քաղաքական որևէ process-ի չմասնակցեն, նույնիսկ իրենց աշխատանքից դուրս կամ օգնեն իշխող կուսակցությանը։ Եվ այս առումով նաև թեժգծով ստացված ահազանգեր հիմնականում վարչական ռեսուրսի խախտման հետ են կապված, նաև շատ են եղել զանգերը հարևան բարեկամների, կռիվների հետ կապված, թվում է, թե չպետք է գործ ունենանք սրա հետ, բայց ստացվում է, որ քաղաքականությունը մտել է յուրաքանչյուրի ընտանիք եւ նաև ընտանիքներում այս վեճերը բերում են շատ ծայրահեղացված մոտեցման։ Եվ դրա համար մեր խնդիրը նաև, որ իրազեկ հասարակության միջոցով փորձենք նաև բևեռացումը հեռացնել, ինչը քաղաքական շատ ուժերի կողմից, հատկապես հասարակության նկատմամբ ատելության մթնոլորտի ձևավորումը պետք է դուրս գա։ Եթե կան հարցեր, մենք սիրով կպատասխանենք ձեր հարցերին, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ես ճիշտ ասած մեր ասացի 352 հաստատված դեպք կա, 71-ը մերժված։ Նախ 352-ը ով է հաստատվում, 71-ը ով է մերժում եւ ընդհանրապես հաշվի առնելով այս ընտրախախտումների վերաբերյալ այս մեծ չափի լինելը ու դրանցից արդյոք առողջի բաժինը որևէ ուժի վերաբերում է եւ հաշվի առնելով որ հենց այդ ընտրախախտումների առողջի բաժինը դրան ուժին է վերաբերում, ինչ է կարծում արդյոք նրա, այսպես ասենք, ընտրությունների մասնակցելու հայտը պետք է չհարգվի։ Հայտերը երբ որ ստանում ենք, մեր վերադառնանք ես բաժնին, երբ որ մենք ստանում ենք մեր ընտրախախտումների արձանագրությունները այս կայքի միջոցով, այստեղ աշխատում է մեր փորձագիտական խումբը, որտեղ ներառված են փորձառու իրավաբաններ եւ մեր թիմի մյուս անդամները, ովքեր որ իրավաբաններ, փորձագետներ են տարբեր ասպարեզի, այո, եւ ընտրախախտումները բովանդակությունը 71-ում մերժվածներում հնարավոր է ուղղակի զուտ քաղաքացիների էմոցիաների արտահայտում լինի, թերի լրացված ընտրախախտման դեպքեր լինեն կամ կասկած հարուցող, որ դա արժանահավատ չէ տվյալ դեպքը, հետեւաբար մենք մերժում ենք այդպիսի դեպքերի ընդունումը, բայց այնպիսի դեպքեր, որոնք առերևույթ ընտրախախտումներ են եւ ազդում են արդար եւ հավասար մրցակցային պայմաններին, ընտրողների իրավունքների խախտումներ են արձանագրում, այդ դեպքերը մեզ մոտ թափանցիկ ձևով ցուցադրվում են մեր կայքում, որտեղ կարող ենք տեսնել այսպիսի ձևով։ Այստեղ թափանցիկ զեկուցված դեպքերը մենք կարող ենք տեսնել, թե երբ, ում կողմից եւ հատկապես որտեղ է նկարահանվել կամ արձանագրվել տվյալ դեպքը եւ այնուհետեւ այնպիսի դեպքեր, որոնք որ առերևույթ են եւ ավելի արժանահավատ են, քան մնացած դեպքերը, մեր իրավական մեկ այլ փորձագիտական խումբ աշխատում է դրա վրա, իրավական գնահատում է կատարում եւ մենք ներկայացնում ենք համապատասխան մարմիններին դիմումների ձևաչափով։ Իսկ ընթացքը ինչպիսին է, որտեղ նախորդ ասուլիսին չէ, ասացիք, որ որոշակի ընտրախախտումների վերաբերյալ համապատասխան մարմիններին գրությունները ուղարկվել, ինչպիսին են պատասխանները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Այո, մասնավորապես 3 դեպքի առումով դիմել են կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ 2 դեպքի առումներով կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր սեփական նախաձեռնությամբ վարույթ չի ընդունել, սակայն մեկը վարույթ է ընդունել եւ շուրջ 3 ժամ քննարկում է ունեցել, դա մեր դիտորդական առաքելության գործընկեր Դանիել Իոնիսյանի վերաբերյալ էր, նրա դիտորդական առաքելության անկողմնակալության եւ չեզոքության կասկածի դեպքներ մեր կողմից ամրագրված եւ որը արդեն իր շարունակությունը ստացավ մեկ այլ քաղաքական ուժի միջոցով եւս, այո, մեր դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցեց եւ շուրջ 3 ժամ քննարկումից հետո վարույթի ինչ-ինչ մասերով մերժվեց, այսինքն որևէ արգելքներ կամ հրահանգներ չտրվեցին Դանիել Իոնիսյանի
համար, այսպես ձևակերպեմ, բայց դա հիմք հանդիսացավ զգոնության, դա հիմք հանդիսացավ, որպեսզի հասարակությունը եւ մեր գործընկերները տեսնեն, որ մենք աչալուրջ ենք ցանկացած դեպքի առումով։ Կան էլ հարցեր։ Եթե չունենք գործընկերներ, ես վերաբերական ճիշտ եմ։ Ընդհանրապես այս ընտրախախտումների վերաբերյալ հանրության արձագանքը ինչպիսին է, այսինքն քաղաքացին տերը իր քվեի քաղաքացին ևս ցանկանում է որպես ընտրություններ լինեն արտան եւ համագործակցություն կա նաեւ ընտրությունների մասնակցող ուժերի հետ, որպեսզի համատեղ պայքար տարվի ընտրախախտումների դեմ։ Շատ շնորհակալություն հարցի համար։ Իդեպ պետք է նշեմ, որ մենք մի քանի հաղորդագրություններով ու կոչերով դիմել ենք նաև քաղաքական բոլոր կուսակցություններին, որպեսզի նրանք եւս աչալուրջ լինեն եւ նրանք եւս հնարավորություն ունենան այս գործիքը օգտագործելու եւ այդ առումով պետք է ասեմ, որ շատ ակտիվացել է նաև մոտեցումը, որովհետև նաև քաղաքական ուժերն են, չէ, տեսնում մյուսների խախտումները եւ իրենց արձանագրումները անում։ Զանգվածային լրատվության միջոցների լուսաբանման շնորհիվ հասարակությունն է նաև ակտիվացել, մեզ համար շատ կարևոր է երիտասարդության մասնակցայնությունը եւ դիտորդական առաքելության դիմաց մարդկանց ներգրավումը, նրանց ընտրական process-ներում պահելը նաև դրանով է կարևորվում եւ մի բան պետք է ասեմ, որ մերժված այս դեպքերի հետ կապված իսկապես շատ զգացմունքային նաև գրություններ են լինում, օրինակ մի շատ առարկայական օրինակ բերեմ, քաղաքացին մտել էր եւ մուտք էր արել, որ Սամվել Կարապետյանի տան դիմաց մեքենաներ շատ են հավաքվում եւ խանգարում են իրենց երթևեկությանը, բայց դա ընտրական որևէ բանի հետ կապ չուներ, բնականաբար փորձագիտական խումբը նման երևույթները մերժում է եւ ինչ կարևոր բան կա, որ արձանագրենք, մեր դիտորդները առանձին իրենց կցված համարներ ունեն, որոնցով կարողանում են մուտք գործել եւ ավելի առարկայական ներկայացնել բոլոր այն խախտումները, որոնք կան, բայց նաեւ մենք նախորդ մեր ասուլիսի ժամանակ տեղեկացրեցինք, որ դուք էլ կարող եք մուտք գործել, դուք էլ կարող եք թողնել օրինակ ձեր ռեպորտաժներից հատվածներ, սովորական քաղաքացին եւս կարող է դա անել եւ այն մարդիկ, ովքեր համացանցին կպած են, ովքեր կարողանում են օգտվել համակարգչից, նրանք իհարկե ակտիվորեն օգտվում են հնարավորությունից, իսկ ովքեր չէ, արդեն թեժ գծի հնարավորությունն են օգտագործում։